Ավարտեցինք քարոզարշավի առաջին օրը ներկուսակցական ընտրությունների, եղանք Մեծամոր, Արմավիր, Վաղարշապատ, Արտաշատ եւ Մասիս քաղաքներում, շրջեցինք նաեւ քաղաքներում, զրուցեցինք մեր հայրենակիցների հետ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեզ աջակցելու համար, խաղաղության օրակարգին առաջին հերթին աջակցելու համար, որովհետեւ հատկապես այս շրջանում, երբ տեսնում ենք, թե տարածաշրջանում ինչ է տեղի ունենում, խաղաղությունը մեզ համար էլ ավելի է կարևորվում եւ մեր քաղաքացիները սա շատ լավ հասկանում են եւ աջակցում են խաղաղության օրակարգին եւ ես վստահ եմ, որ առաջիկա ընտրություններին էլ մեր ժողովուրդը տեր է կանգնելու այն խաղաղությանը, որը հենց մեր ժողովուրդն է կառուցել։ Լավ եղեք, սիրելի հայրենակիցներ, խաղաղություն բոլորիս։ Մեր ընդդիմությունը շատ ծանր է տարել, որ Հայաստանում այլևս մարդիկ իրենց արտահայտած կարծիքի կամ արտասանած բառի համար զուգարաններում չեն սպանվում։ Մեր ընդդիմությունը ծանր է տարել, որ Հայաստանում կարելի է ունենալ ցանկացած քաղաքական հայացքներ ու դրա համար չսպանվել ծեծելով զուգարաններում։ Այսօր գիտեք, որ եղել ենք Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում, այդ քաղաքներում արժանացել ենք շատ ջերմ ընդունելության, եղել է նաև դեպք, երբ որ այո, Արտաշատում մի քաղաքացի վարչապետին ասել է, չէ, մի մտի իմ խանութ, չեմ ուզում դու կամ դուք մտնեք, չեմ էլ հիշում այդ տեսանյութը արդեն։ Այո, եղել է այդպիսի դեպք ու դա նորմալ է։ Աշխարհի ոչ մի երկրում, ենթադրում բացառությամբ Հյուսիսային Կորեայի, ոչ մի երկրի ղեկավար չունի ժողովրդի 100%-ի աջակցությունը, ու դա նորմալ է։ Ու այո, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, այդ ժողովրդավարական երկրում այո քաղաքացին իրավունք ունի երկրի վարչապետին ասի, չէ, մի մտի։ Ու դա նորմալ է, ու դա լավ է։ Ես հպարտ եմ դրանով։ Ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց այդքան դեմոկրատ է, ու դա նորմալ է։ Դա նորմալ է, դա լավ չի, դա ինչ-որ տիեզերական բան չի, դա նորմալ է։ Բայց այն որ այս տեսարյութը որպես չգիտեմ ինչ մի բան տարածում է դիմադիր մեդիան ու դիմադիրներ, ինչ ասեմ, շնորհակալություն ժողովուրդ ջան, խնդրում ավելի շատ տարածեք այդ տեսանյութը, որպեսզի հանկարծ որևիցե մեկի մոտ կասկած չմնա, որ ձեր ժամանակները, երբ որ այդ քաղաքացուն կտանեին այնքան կծեծեին, միջև նա կմեռներ, արդեն անվերադարձ անցյալում են։ Իսկ այդ քաղաքացին թող իմանա, որ ինքը իրավունք ունի ունենալ իր քաղաքական հայացքները, իրավունք ունի արտահայտել իր քաղաքական հայացքները եւ իրավունք ունի դրանից հետո շարունակել ապրել այնպես, ինչպես որ ապրում էր։ Ու դա մեծագույն ձեռքբերում է։ Դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձեռքբերումն է, ու այդ ձեռքբերումը նրանից դուք ստահակներդ երբեք չեք կարողանա խլել։ Տարածեք այս տեսանյութը։ Սիրելի բարեկամներ, ամփոփում ենք օրը, այսօր եղանք Արմավիրի եւ Արարատի մարզերում, շփվեցինք մեր քաղաքացիների հետ եւ նաեւ մեր պատվիրակների կուսակցական, որոնք մեզ ընտրելու են առաջի 50-յակին եւս մեկ անգամ ձևավորելով դրա հերթականությունը ազգային ժողովի ցուցակի համար։ Բայց մի դեպքի մասին եմ ուզում խոսել, որ այսպես ասած ցնցել է համացանցը, երբ որ մի քաղաքացի թույլ չտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին մտնել իր խանութ։ Առաջին հերթին շատ տարօրինակ էր, որտեղ դրանից ուղիղ մի 30 վայրկյան առաջ ես էի մտել այդ խանութ եւ կարծես թե տենց հերոսանալու ցանկություններ չտեսա որևէ մեկի կողմից, շփվեցինք նորմալ իրար հետ, հաց էին ուտում, բարի ախորժակ մաղթեցի։ Բայց հետո վարչապետի հետ այդ դեպքը եղավ եւ ես ուզում եմ մեր քաղաքացիներին հարցնել. ինչ կլիներ, եթե դա լիներ ոչ թե Նիկոլ Փաշինյան, այլ ձեզ հայտնի մեր երկրի նախկին կամ ապագա այսպես ղեկավարները, հա, ինչ կներ այդ քաղաքացու հետ։ Պատասխանեք ինքներդ այդ հարցին եւ գնահատեք այն ժողովրդավարությունը եւ այն արժեքները, որ մենք բերել ենք ժողովրդի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետություն, որտեղ որ յուրաքանչյուր քաղաքացի թեկուզ եւ մեր համար տհաճ ունի իր ասելիքի եւ խոսքի իրավունքը եւ դա պետք է պաշտպանված լինի հենց մեր իսկ կողմից։ Այս արժեքներն ենք մենք ուզում պաշտպանել Հայաստանի Հանրապետություն եւ ոչ թե այն օլիգարխիկ արժեքները, որոնք որ եղել են եւ մի շարք օլիգարխներ ուզում են վերադարձնել Հայաստան, ձևավորելով տարատեսակ ինչ-որ հետաքրքիր անուններով դաշինքներ եւ հիշեցնելով, որ ոչ մի ձայն չպետք է տանք այդ օլիգարխներին, զրո ձայն օլիգարխներին, որպեսզի նրանք վաղը այդ արժեքները, ժողովրդավարական արժեքները հանկարծ հետ չպտտեն եւ չդարձնեն Հայաստանը ֆեոդալական երկիր, ինչքան էլ որ մեր համար այս պահին թեկուզ եւ կարող է դա տհաճ միջադեպ լինել։ Էնպես որ լավ եղեք, վաղը շարունակելու ենք եւս 2 մարզ, չեմ ասի որ մարզեր, միանգամից այդ մարզերից կմիանանք։ Բարի գիշեր։ Спасибо. Ой,
Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում մենք մարզերում ենք, հիմա արդեն 4-րդ քաղաքում ենք, այսօր եղել ենք Մեծամորում, Արմավիրում, Արտաշատում, Վաղարշապատում, հիմա Արտաշատում ենք եւ ուզում եի ձեզ հետ կիսվեի քաղաքացիներից ստացած ազդակներով, ուզում եմ ասել, որ քաղաքացիները շատ լավ են ընդունում եւ միայն աջակցական խոսքեր ենք լսել, բայց կուզեի նաեւ իմ գործընկերներին էլ հնարավորություն տայի, իրենք էլ իրենց տպավորություններով կիսվեն, հեսա կմոտենանք օրինակ պարոն Ղալումյանին եւ պարոն Բագրատյանին, շփվում են քաղաքացիների հետ, դա փորձում ես, այսպես, կիսվում էի տպավորություններով, ոնց էր քաղաքացիների վերաբերմունքը, հրաշալի, պարոն Բագրատյան, այո, առողջության ապահովության, եւ հիմնականում խաղաղության համար, այո, շնորհակալություն, հատկապես այսօր տեսնում եք աշխարհում ինչ է կատարվում, այ բոլոր մեր քաղաքացիները հատկապես կարևորում են, որ մեր երկրում խաղաղություն է։ Տիկին Բաղդասարյան, ուղիղ եթերում ենք, ուզում էի դուք ձեր տպավորություններով էլ կիսվեիք։ Այս տրամադրությունը որ ունենք ներքին քարոզարշավի շրջանակներում, արտացոլում է իրական զգացմունքները, որոնք որ մեր համար քաղաքացիները տածում են իշխանության հանդեպ։ Եվ սա անբեկանելի է, անկասելի է, այնպես որ մեզ սպասեք ձեր մարզում։ Շնորհակալություն։ Կուզեք ինչ-որ բան ասեք մեր հետևորդներին։ Դուք էլ։ Գնանք էլի գործընկերներ գտնենք։ Պարոն Ալեքսանյան, որպես պոպուլյար, ուղիղ եթերում ենք, ուզում եի ձեր տպավորություններով կիսվեիք, իմ հետևորդների հետ էլ։ Ու հիմնական ինչից էին շնորհակալ այսօրվա ընթացքում, ուզում եմ դուք էլ ձեզ առանձին էլ որ ձեր հետ խոսել են։ Այո։ Խաղաղության համար շատերը։ Շնորհակալություն։ Իդեպ կարող եք ներքևում գրել ում հետ կուզեք, որ հիմա զրուցեմ։ Գնամ պարոն Եղոյանի մոտ։ Պարոն Եղոյան։ Մեր ամենագիտնական պատգամավոր ոնց որ պարոն Սիմոնյանն ասում։ Ուղիղ եթերում ենք, ուզում էի ձեր տպավորություններով էլ կիսվեք, արդեն 4-րդ քաղաքում ենք այսօրվա ընթացքում։ Լավ առիթ էր։ Իսկ ձեզ ինչ հարցերով են դիմել կամ ինչ խոսքեր են ասել, ինչի հետ կապված էին գոհ, ինչից էին դժգոհ։ Մասնավոր հարցեր թողնենք միջազգային կայունությունից, խաղաղությունից, հնարավոր մարտահրավերներից եւ դրանց կառավարումից, այլ այդպես ոչի հարցեր։ Շատ դրական։ Լավ, այսինքն կալումը ինչ կապ ես։ Այո։ Լավ, դե Մեզ մոտ խաղաղություն է։ Այո։ Շրջանում ավելի դժվար է փոխանցել։ Փոխանակ ասեն ինչ լավ է որ մեզ հաջողվում է մեր օրակարգերով առաջ լավը կայուն պահել
ոնց է ուզենան, որ մեր նավն է գնա փոխանցում։ Եվ հունիսի 7-ին բոլոր իրենց պատասխանները կստանան։ Հաստատ։ Հավասարակշռված հարաբերությունները հարևանների եւ ոչ միայն հարևանների եւ որ ամենակարևորը սուվերեն քաղաքականությունը ինքնիշխան քաղաքականությունը հարևանների եւ ոչ միայն Շնորհակալություն, իսկ մենք հասանք մեր ավտոբուսին։ Գնում ենք հաջորդ քաղաք։